Բարի երեկո, տիկնայք եւ պարոնայք։ Մենք սկսում ենք ինչ, որտեղ երբ հայաստանյան խաղերի ամառային եթերաշրջանը, որն իրականացվում է Իգրա TV հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա։ Տիկնայք եւ պարոնայք, այսօր 2026 թվականի ամառային եթերաշրջանի առաջին մրցութային խաղն է։ Ուզում եմ ներկայացնել ամառային եթերաշրջանի մասնակից թիմերին համաձայն վարկանիշային աղյուսակի։ Տարվա երկրորդ եթերաշրջանում եզրափակիչ դուրս գալու համար կմրցեն Հարություն Արզումանյանի, Լևոն Նիկողոսյանի, Նարեկ Մնացականյանի և Սուրեն Մանուկյանի թիմերը։ Եզրափակիչ դուրս կգային թիմը, որը հեռուստադիտողներին կհաղթի ավելի խոշոր հաշվով։ Հավասար հաշվի դեպքում առավելություն կստանա այն թիմը, որն ավելի ուշ է խաղացել։ Իսկ այս պահին ես խաղի եմ հրավիրում Հարություն Արզումանյանի թիմին։ Մաթեմատիկոս Նորայր Գևորգյան, ոսկե արծվի մրցանակակիր, նախագծերի ղեկավար Ստեփան Սմբատյան, սրտաբան Էդուարդ Դելարյան, իրավաբան Մերի Հարությունյան, քաղաքական գիտությունների թեկնածու Տիգրան Մողնեցյան և թիմի ավագ Մարմարի արծվի մրցանակակիր տնտեսագիտության թեկնածու Հարություն Արզումանյան։ Հարություն Արզումանյանի թիմի դեմ այսօր կխաղան Արսեն Ոսկանյանը, Մհեր Վաղրամյանը, Անժելա Տեր-Մովսիսյանը, Սուպեր Բլից, Մհեր Մինասյանը, Հելմինե Նուրիջանյանը, Հեղինե Բեջանյանը, Բլից, Քրիստինե Բեգլարյանը, Մարիետտա Պապանյանը, Հովանես Սմոյանը, Միլենա Գրիգորյանը և հարց Յունի բանկից։ Ինչ, որտեղ երբ ամառային խաղեր, հեռուստադիտողներն ընդդեմ գիտակների, հաղթող կճանաչվի այն թիմը, որը կվաստակի 6 միավոր։ Հաշիվն է 0-0։ Առաջին խաղափուլ։ Բարի երեկո, հարգելի գիտակներ։ Պարոն Արզումանյան, բարի վերադարձ մեր հեռուստաակում։ Շնորհակալություն, պարոն։ Հեռուստադիտողներին ուզում եմ հիշեցնել, որ 2024 թվականի ձմեռային խաղերի ժամանակ պարոն Արզումանյանը տարվա եզրափակիչ դուրս գալու համար կայացրեց որոշիչ խաղափուլ ընտրելու որոշում, որում պարտվելուց հետո թիմը ստիպված եղավ բաց թողնել ամբողջ 2025 թվականի եթերաշրջանը։ Կարծում եմ, որ դա մեր խաղի պատմության ամենաէմոցիոնալ պահերից մեկն էր։ Անժելա Տեր-Մովսիսյան, չեք փոշմանել այդ որոշման համար, պարոն Արզումանյան։ Չենք փոշմանել, պարոն Արթուր։ Հաջողություն եմ մաղթում թիմին։ Շնորհակալություն։ Ձեր դեմ խաղում է Անժելա Տեր-Մովսիսյանը, լեզվաբան Վանաձորից։ Ֆրանսիացի գրող Էմիլ Զոլան մարդուն համեմատում էր գրքի հետ։ Մարդկանց մեծամասնությունը միայն դիմացինի կազմն է տեսնում։ Փոքրամասնությունը կարդում է ներածությունը և միայն շատ քչերն են ծանոթանում բովանդակությանը։ Ուշադրություն հարցը, իսկ ինչին են հավատում շատերը, ժամանակ։ Որ ինքը լավ է։ Գիրքը կարելի է շարքով դատել, որ գիրքը կարելի է Որ կարելի է գիր գրել, որ կարելի է գիր գրել։ Իսկ երեխա մեծացնել, լավ, ուրիշի կարծիքին է գրքի մասին։ Հավատում են ուրիշի ասացին։ Չեն կարդում ու հավատում են լավ ավարտն էլի գրքերը։ Ես լսեցի դա։ Սելարյանին է։ Ես պետք է ավելի քիչ ասեմ։ Ոնց գրականագետների, Ինչ են ասում այդ գրքի մասին, էլի։ Ինչին են հավատում, քննադատությանը։ ուրիշների կամ Կարծիքը գրքի մասին կարծիքի։ Okay, երևի ավելի լավ է։ Այսինքն մենք պետք է մարդկանց Միշտ չի որ happy end-ը Որ կարաս լավ գիր գրես։ չեն հավատում չեն հավատում ինչ մարդու մասին։ Լավ կարծիքներին հակառակ։ Չէ, առհասարակ կարծիքներին երևի։ Ուրիշ ժողովուրդ, ինչ ունեինք ուրիշ։ Քոնը լսեցի, դու ինչ էիր ասում սկզբում։ բանով Շապիկով դատելը, դե չէ, դա ուրիշի կարծիքն է գրքի մասին։ այո։ Ով է պատասխանում, պարոն Սկսի Էլարյանը։
Լսում ենք ձեզ, պարոն Ղարյան։ Մենք կարծում ենք, որ մեծամասնությունը հավատում է ուրիշի կարծիքին տվյալ գրքի վերաբերյալ։ Ուրիշի կարծիքին։ Ինչպիսի կարծիքին։ Նու կարա լինի գրաքննադատի կարծիք, ուրիշ ընթերցողի կարծիք, ինքնուրույն չի ծանոթանում այդ գրքին, այլ հավատում է ուրիշին, ով այդ գրքի մասին ինչ-որ ինֆորմացիա տալի իրեն։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Էմիլ Զոլան գրել է. մենք նման ենք գրքերի, մարդկանց մեծամասնությունը միայն մեր կազմն է տեսնում, փոքրամասնությունը կարդում է ներածությունը, շատ քչերն են ծանոթանում մեր բովանդակությանը, շատերն էլ ցավոք սրտի հավատում են քննադատությանը։ 1-0 հօգուտ գիտակների։ Ինչ որտեղ երբ ամառային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, մեր վստահելի գործընկերն է Եվրոստան ույուտ ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը, մեր կանաչ գործընկերն է Armenia Tree Project բարեգործական հիմնադրամը, մտքի թարմության մեր գործընկերն է Royal Armenia սուրճը, գովաստ Armenia TV-ի եթերում։ Ուշադրություն, այսօրվա խաղի լավագույն գիտակին Քաղաքական գիտությունների թեկնածու քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը նվիրում է ամերիկացի հայտնի դիվանագետ եւ պետական գործիչ Հենրի Քիսինջերի աշխարհակարգ աշխատությունը սեփական մակագրությամբ։ Մեզ գրքեր տրամադրելու համար շնորհակալություն ենք հայտնում Զանգակ գրատների ցանցին։ Գրատան գործունեությանը ծանոթանալու համար կարող եք այցելել zangakbookstore.am կայք։ Շարունակում ենք խաղը, երկրորդ խաղափուլ։ Պարոն Արզումանյան, Այո, պարոն Արտուր։ ով է ձեր խաղի ամենամեծ քննադատը։ Ում կարծիքն է ամենակարևորը ձեզ համար։ Ծնողներիս։ Երևի թե ամենահասկանալի պատասխանն էր, պարոն Արզումանյան։ Սուպեր բլից 3 հարց, որից յուրաքանչյուրին պատասխանելու համար գիտակին տրվում է 20 վայրկյան ժամանակ։ Պարոն Արզումանյան, ով է մնում սեղանի շուրջ։ Նորայր Գևորգյան։ Որպեսի թիմը վաստակի մեկ միավոր, պարոն Նորայր Գևորգյանը պետք է պատասխանի բոլոր 3 հարցերին։ Խնդրում եմ բացարձակ լռություն դահլիճում։ Բացարձակ լռություն։ Պարոն Գևորգյան, ձեր դեմ խաղում է Արտակ Թադևոսյանը գործարար Մոսկվայից։ 2026 թվականի գարնանը աշխարհը հրաժեշտ տվեց հայտնի դերասան եւ մարտարվեստների վարպետ Չակ Նորիսին։ Համացանցում կարելի է գտնել մեծաթիվ հումորային հրապարակումներ, որոնք ընդգծում են Չակ Նորիսի ենթադրյալ անհավանական ուժը։ Մեր հեռուստադիտողն ընտրել է դրանցից մի քանիսը։ Ուշադրություն, առաջին հարցը։ Արտակ Թադևոսյանը խնդրում է ձեզ ավարտել հետևյալ հրապարակումը։ Չակ Նորիսը կարող է հարվածել կիկլոպին, ժամանակ Պարոն Գևորգյան, Լավ բան չհորինեցի, ինչ որ հորինեցիք։ աչքերը փակ։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Չակ Նորիսը կարող է հարվածել միաչկանի կիկլոպին աչքերի միջև։ Արտակ Թադևոսյանը բերում է առաջին միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Աթենք ընկերության PR բաժնի ղեկավար Մարիամ Ղարդյանը։ Բարի երեկո, Տիկին Ղարդյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Տիկին Ղարդյան, վերջին շրջանում սոցիալական հարթակներում նկատելիորեն աճել է հանրային հետաքրքրությունը Աթենք ընկերության հանդեպ եւ օգտատերերի կողմից բավականին դրական արձագանքներ են հնչում։
ինչով է պայմանավորված բրենդի շուրջ ստեղծված այս նոր ակտիվությունը թվային հարթակներում։ Պարոն հաղորդավար, իրականում ճիշտ եք նկատել եւ այդ ակտիվությունը առհասարակ պատահական չի, դա մեր PR ռազմավարության տրամաբանական արդյունքն է։ Ընդհանրապես Աթենքը վերջին տարիներին էապես մեծացրել է իր դերը մարդկանց առօրյայում տարբեր ոլորտներում, հատկապես վիրտուալ հարթակներում եւ շատ հետաքրքիր ակտիվություն ենք նկատում, մարդիկ սկսել են մեր արտադրանքներով հետաքրքիր ու յուրօրինակ ինչ-որ ուտեստներ պատրաստել եւ դրանց ընթացքով կիսվել իրենց հետևորդների հետ, ինչը շատ հաճելի է։ Բայց նշեմ, որ հատկապես շատ մեծ արձագանք է ստացել մեր նորույթ սերուցքային սրտիկաձև պելմենները։ Մարդիկ շատ են սիրել եւ դա մեզ համար ազդակ էր, որ նրանք գնահատում են ոչ միայն մեր արտադրանքի բարձր որակական հատկանիշները, այլև մեր ստեղծարար մոտեցումը նոր արտադրանքներին։ Շնորհակալություն Տիկին Ղարզյան, հիշեցնեմ, որ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ կպատասխանեն, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվեր-քարտով։ Իսկ թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը։ Շարունակում ենք խաղը, երրորդ խաղափուլ։ Ուշադրություն։ Ինչ, որտեղ երբ ամառային եթերաշրջանի եզրափակիչ խաղում կշնորվի հեռուստախաղի գլխավոր մրցանակը՝ Մարմարե արծիվը։ Եթե եզրափակիչ խաղում հաղթեն գիտակները, ապա գլխավոր մրցանակը, ինչպես նաև Յունիբանկի կողմից սահմանված 300,000 դրամ դրամական պարգևը կստանա այդ թիմի լավագույն գիտակը։ Իսկ եթե եզրափակիչ խաղում հաղթեն հեռուստադիտողները, ապա Մարմարե արծիվն ու դրամական պարգևը կստանա լավագույն հարցի հեղինակը։ Ձեր դեմ խաղում է Մարմարե արծվի մրցանակակիր Հովանես Սմոյանը, նկարիչ Գյումրիից։ Ուշադրություն, սև արկղ։ Մի կողմից կոշտություն, մյուս կողմից փափկություն, մի կողմից հստակություն, մյուս կողմից սխալվելու հնարավորություն։ Ուշադրություն հարցը։ Ինչը սև արկղում։ Ժամանակ։ Պատասխանը պատրաստ է։ Լսում ենք ձեզ։ Էդուարդ Դելարյան։ Լսում ենք ձեզ, պարոն Էլարյան։ Կարծիքով սև արկղում մատիտ է։ Պարզապես մատի։ Հետևը ռետինով։ Այո, ռետինով։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Մի կողմից կոշտ գրաֆիտ եւ փայտ, մյուս կողմից փափուկ ռետին, մի կողմից գրաֆիտից դուրս եկող հստակ գծեր, մյուս կողմից սխալվելու հնարավորություն տվող ռետին սև արկղում, բացենք այն մատիտ է, որի հակառակ կողմում ռետին է։ 2-1 հոգուտ գիտակների, ինչպես նաև 1 րոպե խնայված ժամանակ։ Էդուարդ Էլարյանը բերում է երկրորդ միավորը թիմին, իսկ մենք շարունակում ենք խաղը, 4-րդ խաղափուլ։ Պարոն Էլարյան։ Այո, պարոն հաղորդավար։ Կարող եք 3 բառով բնութագրել ինքներդ ձեզ։ Ազարտային։ Կազինո շատ եք հաճախում։ Չէ, ինչ որտեղ երթն է հենց ամենաազարտային կազինոն, որ հաճախում եմ։ Դժվար է, ընկերասեր երևի, ընկերներս միշտ ասում են։ Երրորդը դժվարանում եմ։ Երկու տարբերակ լսեցի, սրտաբան եւ սրտակեր։ Հարց Յունիբանկից։ 2009 թվականին Ստյուարտ Լիթլ ֆիլմը դիտելիս արվեստաբան Գերգելի Բարքին ուշադրություն դարձրեց Բուխարու վերևում կախված կտավին։ Պարզվեց, որ այն հունգարացի ավանգարդիստ Ռոբերտ Բերենի սև ծաղկամանով քնած տիկինը աշխատանքներ։ Ուշադրություն հարցը։ Հեռավոր 1928 թվականից արվեստի սիրահարներին մտահոգող ինչ բացահայտում կարողացավ անել Բարքին։ Ժամանակ։ Գիտեմ, կորած նկար ա եղել ու տեսել այդ ժամանակ են հասկացել, որ 28 թվականից կորցված է։ օրիգինալ հենց OS է էլի իրական։ Ինչ բացահայտում։ Ոնց է բանը։ Չէ, որ գտնվել է այդ նկարը։
Ինչն էր հետաքրքրում։ Դե որ տեսել է նկարահանումները թե ուր է այդ նկարը։ Այս մտածել են իսկական նկարը չի, դրել են Յանի ռեպլիկա է, հետո արվեստագետը նայել է, տեսել է որ սա օրիգինալ նկարն է, որը այդքան ժամանակ ուզող որ հարցի պատասխան։ Թե ուր է այդ նկարը։ Okay, ուրիշ։ Դե այս պահին է դա ուրիշ ժողովուրդ։ Կես րոպե լրացի։ Уничтожили картину или украли картину. Ոնց է հայտնվել այն դե բան, բայց դա sense Կարող է գույներն է բանի։ Հա, ինչ որ բան էին։ Կապ ունի ինչ նկարել, լավ։ Նմաներ քնած դժխոհուն, նմաներ ինչ որ էական Ամենակարը ուրիշ նկարի վրա են։ Okay, հասկացա, դուք կողակի։ Բաբա բայց ուրիշ բան չեն կարող բանանենք, հա։ Նորար Գևորգյանն է պատասխանում։ Լսում ենք ձեզ, պարոն Գևորգ։ Պարոն հաղորդավար, հարցը, որ հետաքրքրում էր, կարծում ենք հետևյալն է, թե ուր է կորել այդ նկարը, այսինքն այդ նկարը համարվում էր անհետ կորած, արվեստագետները չգիտեին նրա մասին տեղեկություններ եւ պատահաբար ֆիլմում տեսնելով այդ նկարը ճանաչել է այդ արվեստաբանը, որի անունը ցավոք չգրեցի եւ չեմ հիշում որ ասեմ, եւ դա նպաստեց, որ նկարը կորցված նկարը գտնեն։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Տարիներ անց երկար փնտրտուքներից հետո նա կարողացավ գտնել նկարը եւ վերադարձնել այն Հունգարիա։ 3-1։ Շարունակում ենք խաղը 5-րդ խաղափուլ։ Պարոն Գևորգյան, Այո, պարոն հաղորդավար։ դուք մանկուց առնչություն եք ունեցել թանգարանների հետ։ Հետաքրքիր ինֆորմացիա էր, այո։ Չեք ունեցել։ Չի ասի, որ տարբերվում է միջին վիճակագրական Հայաստանի բնակչից այդ առումով։ Այնուամենայնիվ, եթե չեմ շփոթվում, ձեր մայրը թանգարանում է աշխատել։ Այո, հիմա էլ է աշխատում, այո, աշխատում։ վերջին մոտարապես մի 7-ից 8 տարին աշխատում է ազգային պատկերասրահում։ Ձեր այցելած թանգարաններից որն է ձեզ հատկապես տպավորել։ Վերջի տպավոր Միլենա Գրիգորյան։ Համեմատաբար վերջերս այցելել է Սերգեյ Փարաջանովի տուն թանգարան եւ որպես եւի թար մնացած հիշողություն կասեմ, որ ամենատպավորիչը դա էր։ Ցուցանմուշները շատ հետաքրքիր են այնտեղ, ինքնատիպ եւ տարբերվող։ Շնորհակալություն։ Ձեր դեմ խաղում է Միլենա Գրիգորյանը, ուսանողուհի Երևանից։ 2022 թվականին Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում Gucci ընկերության ներկայացրած հավաքածուն նվիրված էր բրենդի կրեատիվ տնօրեն Ալեսանդրո Միկելեի երկու հարազատներին։ Հավաքածուն ներկայացնելու ժամանակ պոդիումի վրա փայլեց 68 զույգ, ինչն էլ ցուցադրությունը դարձրեց առավել հիշարժան։ Ուշադրություն հարցը. Ինչն էր այդ ցուցադրության յուրահատկությունը։ Պատասխանը պատրաստ է։ Էլարյանը կշարունակի։ Այսօր Էլարյանի օրն է, ես այդպես հասկանում եմ, պարոն Արզումանյան։ Այդ բոլոր մոդելները միաձվանի երկվորյակներ էին բոլորը, իդենտիկ իրար նման։ Ուշադրություն, ճիշտ պատասխան։ Ուշադրություն էկրանին։ Gucci հավաքածուն ներկայացնելու ժամանակ պոդիումի վրա հայտնվեցին 68 զույգ երկվորյակ մոդելներ ամբողջ աշխարհից 4-1։ Տիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա է Armenia Tree Project-ի ռազմավարական գործընկերության եւ ազդեցության հարցերով տնօրեն Մարինա Մխիթարյանը։ Բարի երեկո, Տիկին Մխիթարյան։ Բարև ձեզ, պարոն հաղորդավար։ Տիկին Մխիթարյան, եթե շատ կարճ ձևակերպենք, որն է Armenia Tree Project-ի առաքելությունը։ Մեր հիմնական առաքելությունը անտառապատում, անտառ վերականգնումն է, բայց շատ լայն շրջանակ եք փակում, այդում նաև բնապահպանական կրթություն ենք անում, համայնքային տարածքներ ենք անաչափատում, բայց անտառներ ենք տնկում, եթե այսպես մի նախադասությամբ։ Տիկին Մխիթարյան, եզրափակիչ խաղի լավագույն գիտակին Armenia Tree Project-ը կնվիրի մատենից արքայական բալասանը։ Կասեք, թե ինչի մասին է խոսքը։ Նախ ասեմ, մատենից ինչի մեզ հետ կապ ունի, որովհետև բույսերի մի մասը մենք ենք աճացնում ենք նաև թղթածառը, որից մագաղաթն է պատրաստված մատենիցի ներսում, բայց սա միջնադարյան բաղադրատոմսերի գաղտնազերծված բալասանն է արքայական, որը շատ հատուկ վանքերում էին պատրաստվում, աղոթասացությամբ էր ուղղորդվում։ Հիմա
մեր մատենադարանի գիտաշխատողներից Արմեն Սարգսակյանը գաղտնազերծել է եւ նույն բաղադրատոմսով մոտ 54 բույսի պարունակությամբ պատրաստում է այդ արքայական բալասանը, ընդ որում նույն process-ը անցնում է, նույն 3 տարվա թրմումը, երկարատև գործընթացը, նույն աղոթասացությունը, ու հույս ունենք մեր գիտակները կըմբոշխնեն նաեւ վերջին խաղին կհասկանանք ում եք դա տալիս։ Շնորհակալություն։ Ինձ մնում է ավելացնել միայն, որ Armenia Free Project-ը այսօրվա մեր բոլոր մասնակիցներին նվիրում է վկայական, որը կբացի արկածային մի ճանապարհ դեպի Լոռու մարզ Հրանտ Դինքի անտառ շվաքում միջոցառմանը մասնակցելու համար։ Շարունակում ենք խաղը 6-րդ խաղափուլ։ Պարոն Էլարյան, ձեզ համար կարևոր է, որ ձեր հագուստը բրենդային լինի։ Ոչ այնքան, կարևոր է որակով եւ ոճային լինի, բրենդը այդքան էլ նշանակություն չունի։ Ոճային, որակով, իսկ հարմարավետությունը։ Միանշանակ։ Ձեր դեմ խաղում է Հեղինե Բեջանյանը, ուսուցչուհի Կոթի գյուղից։ Մինչև 19-րդ դարի կեսը Ֆրանսիայում սուրհանդակը փոստային կայանին մոտենալիս հրահանգում էր հոգնած ձիուն փոխարինել նորով։ Տասնամյակներ անց, երբ հայտնվեց հեռագիրը, ինժեներները բախվեցին մի խնդրի։ Էլեկտրական ազդանշանը երկար տարածության վրա թուլանում էր եւ չէր հասնում հասցեատիրոջը։ Լուծումն ի վերջո գտնվեց, ինչի շնորհիվ տեղեկատվության փոխանցումը հնարավոր դարձավ։ Ուշադրություն հարցը։ Որ տերմինը 19-րդ դարի կեսից սկսվեց օգտագործվել նաև էլեկտրական շղթաների համատեքստում։ Նաև փոխելը Պիտստոպը, կարող է փոխել պիտստոպը ֆորմուլա։ ասում են նաև է, այսինքն միջև այդ ինչ որ բան գործանում է։ Ֆրանսերեն կավալածին։ Okay. Կավալերիա Չավել, ռետրասլյացիա։ փոխատեղում ժողովուրդ։ Հասկանում եմ, բայց Ինչ են արել ռետրասլյացիա։ Ռետրոզերացվել ավելի դրանից բանար է։ Կատալիզատոր ինչ Տրանսֆորմատոր նալել ինչ որ բան։ կատալիզացիա, Կավալը լավ է։ Տրանսֆորմատորից բացի Ռակիրովկա ֆրանսերեն, հա։ Շեվալ ինչ որ դեր։ Ռակիրովկեն, տիպը փոխում են։ Ռեզիստոր, տրանզիստոր։ Չգիտեք շախմատը ուրիշ տերմին չկա, չէ, ինչ կա։ ֆրանսերեն ասես էլի։ Գարդե, Ռակիրովկեն։ դե ուրիշ չէ, ուրիշ դեր չգիտեմ։ Կավա դարպասի հետ Ժողովուրդ րոպե վերցնենք լսենք մի նովել նոր ձին, տիպը նովել շեֆ, նովել, ցանցերի մեջ ինչ կա։ Ժամանակ, պարոն Արզումանյան։ Պարոն Հաղորդավար, խնդրում ենք ամբողջ հարցը կրկնել, վերցնում ենք լրացուցիչ րոպեներից մեկը։ Մինչև 19-րդ դարի կեսը Ֆրանսիայում սուրհանդակը փոստային կայանին մոտենալիս հրահանգում էր հոգնած ձյուն փոխարինեք նորով։ Տասնամյակներ անց, երբ հայտնագործվեց հեռագիրը, ինժեներները բախվեցին մի խնդրի։ Էլեկտրական ազդանշանը երկար տարածության վրա թուլանում էր եւ չէր հասնում հասցեատիրոջը։ Լուծումն ի վերջո գտնվեց, ինչի շնորհիվ տեղեկատվության փոխանցումը հնարավոր դարձավ։ Որ տերմինը 19-րդ դարի կեսից սկսեց օգտագործվել նաև էլեկտրական շղթաների համատեքստում։ Երկրորդ րոպե։ Պիտստոպը բայց շատ լավ։ Մի րոպե, այդ մի հատ դաթար էլի։ Աղա տրանզիստոր նման է, թե չէ։ Զինիշ։ Okay, ոնց կարաս հրանքտած փոխեք ֆրանսերեն նա փոխեք 10 change-ը ոնց է։ Կավալերիա, կավալ կադա, չգիտեմ։ Նու կավալ, նոական։ Նովել։ Տերմին հետ 17 տարի տերմին է, նոր տերմին Փոխելը ոնց է։ Նաև սկսվեց օգտագործել Անգլերեն ասել չէ։ Replace։ Մեդիում կարալնի միջանկյալ ինչ որ բան են դերել։ Ժողովուրդ ասում է լուծումը գտնվեց, ինչ լուծում։ Գալիս է ուժեղանում։ Սիգնալ ուժեղանում է։ Միջանկյալ Դա տրանզիստորը կատալիզատոր ինչ որ։ Ուրիշ է Ժողովուրդ դիստոպը ինձ ինչի դուր չի գալու, որովհետև ասում են նաև, այսինքն միջև այդ արդեն հայտնի է։ Հա, բայց բայց կարող է եղած լինի։ չէ, 19-րդ դարում չի եղել։ Չէ, բայց կա ուրիշի մաս
Ուրիշ ժամանակ Տրանզիստորը տերմին, Ահա, շղթաների Դա ինչ Ժամանակ, պարոն Արզումանյան, լռություն, ով է պատասխանում։ Թող մերին իր տարբերակը պատասխան։ Լսում ենք մերի։ Մեր թիրումը կարծում է, որ խնդիրը ինչքան որոշ է փոխել են այդ էլեկտրականական մասերը ու անունը տերմինը pit stop որպես Ֆորմուլա 1-ի տերմինը, փոխում են ավտոների մասերը։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ֆրանսերեն այդ տերմինը նշանակում էր ձիերի փոփոխություն փոստային կայաններում, որպեսզի սուրհանդակը կարողանար շարունակել ճանապարհը մեծ արագությամբ։ Հեռագրության մեջ այդ տերմինն արտահայտում է գրեթե նույն իմաստը, թույլ ազդանշանը փոխարինվում է հզոր էներգիայով։ Այդ տերմինը ռելեն է, որն ի սկզբանե օգտագործվել է ձիերի հերթափոխի իմաստով։ 4-2 Հեղինե Բեջանյանը բերում է երկրորդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։ Մի ֆակտոր կհասնեինք մեկ, բայց Շարունակում ենք խաղը 7-րդ խաղափուլ։ Մերի, Այո, պարոն հաղորդավար։ մինչև մեր հերոստախաղին հասնելը դուք երկար ու հետաքրքիր ճանապարհ եք անցել։ Ծնվել եք Էստոնիայում, ապրել եք Մոսկվայում, իսկ արմատներով Գյումրիից եք։ Ինչպիսի զգացողություններ ունեցաք, երբ վերադարձաք հայրենիք։ Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ հիմա ապրում։ Արդեն մի տարի Հայաստանում եմ ապրում ու ամեն օրը ես շատ գնահատում եմ։ Մենք էլ ենք շնորհակալ, որ վերադարձել եք մերի։ Ձեր դեմ խաղում է Քրիստինե Բեգլարյանը, իրավաբան, քաղաք Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ։ Պարոն Էլարյան։ Այո, պարոն հաղորդավար։ Համաձայն եք, որ գրքի մասին չի կարելի դատել դրա կազմով։ Մենք արդեն առիթ ունեցել ենք այսօր խոսել։ Համաձայն եմ։ Շատ դեպքերում գրքի կազմը մշակողները որևէ կապ չունեն գրքի հեղինակի հետ եւ հաճախ նույնիսկ չեն կարդացել այդ գիրքը։ Հիմա ուշադրություն էկրանին։ Ձեր առջև այդպիսի մի օրինակ է։ Ուշադրություն հարցը։ Հայտնի որ վեպի կազմն ենք մենք ձեզ ցուցադրել։ Ժամանակ։ Անգլուխ ձիավոր։ Հինգատ Իսրայելի աստղա։ Դավիդ Այդտեղ երևի ձի չկա Ակոպի ընդհանրապես։ Սալամոնը может быть։ Ինչի։ Կակտուս է ժողովուրդ տեսնում եք։ Մեքսիկա։ Ինչ-որ հեյցյալով բան չունի։ Իսրայել բան Ձիավոր, всадник какой-то։ կակտուսի 3 հատ ինչ-որ Անապարու, Վեստերն, արևմտյան ֆրոնտում բիսպիրիմեն, չգիտեմ։ на западном Ֆրոնտի բիսպիրիմեն։ На западном фронте беспредельно. Ինչով է բռնում բայ ժողովուրդ։ Իսրայելի Զապադան, Զախողարևի երկիր։ Մայրամուտ է ինչ որ բաներ ու իրան ասել է Հա, մայրամոտ ինչ որ զակատ, զակատ Եվրոպայի Երևի Տեղին է։ Արծիվն է։ Իսկ ալցիվները ինչ կա։ Ծիծը ուր արծիվ։ Որ արևը երբեք մայր չի մտնում։ Իսրայելին է Դավիթ Կարող եք Սալամոնը։ վաստոկոտը դեմը եղնի պես նա։ Կարող է։ Այդ ինչա՞։ Դժվար է չեն հարցնում։ Ժամանակ, պարոն Արզումանյան, ով է պատասխանում։ Տիգրան Մողնեցյանը իր տարբերակը։ Լսում ենք ձեզ, պարոն Մողնեցյան։ Ենթադրում ենք արևմտյան ճակատում առանց փոփոխությունների։ Հասկանալի է, իսկ ինչու եք այդպես ենթադրում, պարոն Ինչ-որ Մողնեցյան։ վեստերնի ոճի մեջ է նկարված, վեստերնն էլ արևմտյան ինչ-որ բան է տալիս միջավայր։ Հասկանալի է ձեր պատասխանը։ Իսկ կար ուրիշ տարբերակներ, Կարծես կար։ որոնք էին Անգլուխ ձիավոր, այլ տարբերակներ կային արևել։ նկարիչը վեպի վերնագրից եզրակացրել է, որ այն պատմում է ԱՄՆ-ի վայրի արևմուտքի մասին։ Այս կազմն արվել է Էրիխ Մարիա Ռեմարկի արևմտյան ճակատում նորություն չկա վեպի համար։ 5-2 Տիգրան Մողնեցյանը բերում է 5-րդ միավորը իր թիմին։
Մեկը вообще կապ չունի, էլի։ պետք է շմանակարևորը։ Դե լավ է։ Ամերիկայա։ Տիկնայք եւ պարոնայք, իսկ այս պահին մեր ակումբում սուրճի ընդմիջում է։ Վայելեք Royal Armenia սուրճը եւ թարմացրեք ձեր միտքը։ Շոկած չեր անում, բայց ռաբը չարսը։ Ինչ, որտեղ երբ ամառային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը։ Մեր վստահելի գործընկերն է Եվրոստան ույուտ ընկերությունը։ Մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը։ Մեր կանաչ գործընկերն է Armenia 3 Project բարեգործական հիմնադրամը։ Մտքի թարմության մեր գործընկերն է Royal Armenia սուրճը։ Գովաստ Armenia TV-ի եթերում։ Տիկնայք եւ պարոնայք, դահլիճում ներկա է Յունիբանկի վարչության նախագահի առաջին տեղակալ մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը։ Բարի երեկո, պարոն Ղուկասյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Ղուկասյան, այս թիմը 1 տարի ամբողջ 2025 թվականը բաց թողեց եթերաշրջանը, թեև որոշումը հենց իրենցն էր, որի համար հենց այսօր խաղի սկզբում պարոն Արզումանյանը ասեց, որ չի փոշմանել։ Ինչ եք կարծում։ Այս պահի պատրաստ են վերադարձել։ Այո, ավելի քան պատրաստ, որտեղ այս պահի արդյունքը ավելի քան խոսում է դրա մասին, որ դրական է ազդել ընդմիջումը։ Հաջողություն եմ մաղթում իրենց։ Շնորհակալություն պարոն Ղուկասյան, պարոն Արզումանյան։ Այո, Ես ճիշտ եմ հասկանում, որ 1 տարի դուք ժամանակ չեք կորցրել, միայն կարելի ասել մարզումներ եք անցկացրել սպորտային, ինչ որտեղ երբում եք հաճախ մասնակցել։ Մենք ավելի շատ հանգստացել ենք, պարոն հաղորդավար։ Դա էլ վատ չի, հանգստանալ էլ է պետք։ Շարունակում ենք խաղը, 8-րդ խաղափուլ։ Պարոն Մուղնեցյան։ Այո։ Գիտեմ, որ Հովանես Հովանեսյանի թիմից հեռանալուց հետո շատ առաջարկներ եք ստացել, իսկ ինչու ընդունեցիք հենց Հարություն Արզումանյանի հրավերը։ Մեծ գործոն ա եղել այն հանգամանքը, որ սպորտային տարբերակում պարոն Արզումանյանի եւ պարոն Սմբատյանի հետ մի թիմում ենք խաղում, այսպես ասած շարունակականություն կա այդ ամեն ինչում։ Փաստորեն պարոն Արզումանյան, այդքան էլ չեք հանգստացել, մի թիմում խաղացել եք իրար հետ սպորտայինում։ Բացահայտվեց փաստորեն կեղծիքը։ Բլից 3 հարց յուրաքանչյուրի համար 20 վայրկյան քննարկման հնարավորությամբ։ Մեկ միավոր վաստակելու համար գիտակները պետք է պատասխանեն բոլոր 3 հարցերին։ Ուշադրություն, առաջին հարցը։ Ժանետ Տաղազարյանը Ոսկետապ գյուղից հետաքրքրվում է. Ինչու էր հայտնի երգիչ Պրինսը մի անգամ իր ելույթի ժամանակ մաստակ ծամում, ինչը տեսանելի դարձավ համերգի հեռարձակման ժամանակ։ Ֆանագրամա չի, ֆանագրամայի դեմ բողոքում է։ Բողոքում էր ֆանագրամայի դեմ ու ամենայն հավանականություն, որտեղ երբ մաստակ ծամին հենց դա չի կարող ցույց տա որ ֆանագրամա չի։ Իրան ստիպել են ֆանագրամայի դեմ։ Ուրիշ բան կա, ողոքի ակցիա էր անում։ Ատամները ցույց տար գովազդաներ։ Ինչ որ ուղիղ եթերավոր չեն կտրել այդ մասը, երևացել է։ Ժամանակ։ Ենթադրենք պարոն Հարությունյանը Պրինսը ուզում էր այդպեսով իր բողոքը հայտնել ոչ կենթանի ելույթների նկատմամբ։ Այսինքն նա ցույց էր տալիս, որ երգում է ֆոնոգրամայով։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Բանն այն է, որ համերգի կազմակերպիչները ստիպել էին Պրինսին երգել ֆոնոգրամայի տակ։ Պրինսն էլ որոշեց իր ելույթի ժամանակ որպես բողոքի նշան մաստակ ծամել։ Ուշադրություն, երկրորդ հարցը։ Ալեքսեյ Տոլստոյի դիմանկար պատմվածքում գլխավոր հերոսը պատրաստվում էր խանութի ցուցանակ նկարել։ Խանութպանը նատյուրմորտի համար մրգեր ընտրելիս փչացած եւ վաճառքի համար անպիտան մրգեր էր առանձնացնում։ Ալբերտ Մինասյանը Երևանից հարցնում է. իսկ ինչ էր նա հետագայում պատրաստվում անել այդ մրգերի հետ։ Ժամանակ։ Թողներ որպես վարչատրություն այդ Ալեքսեյ Տոլստոյին նկարողին, չէ, ով որ նկարել է դա։ Իսկ կարող է հենց այդ խանութի ցուցանակներ չէր սարքում։ Չէ, մեկին տվել է որ նկարի։ Նկարի չէ, նկարում է։ կարող է հենց այդ խանութի ցուցանակն է նկարել, այսինքն այդ վատ մրգերով Հետո ասում դրանից հետո որպես վարչատրություն նկարչին տվել է վատ մրգեր։ Ժամանակ։ Ստեփանը,
կպատասխանեմ։ Լսում ենք ձեզ, պարոն Կարծում Սմբատյան։ ենք նա պատրաստում էր այդ առանձնացված մրգերը թողնել նրան, ով նկարում էր ցուցանակը, որպես վարձատրություն կամ որպես տենց, հա։ Հասկանալի է, ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Խանութպանը նատյուրմորտի համար փչացած եւ վաճառքի համար անպիտան մրգեր էր ընտրում, քանի որ համաձայն պայմանավորվածության պատկերված մրգերը տրամադրելու էր նկարչին որպես աշխատանքի վարձատրություն։ Երկրորդ հարցին էլ դուք ճիշտ պատասխանեցիք։ Վճռորոշ երրորդ հարցը։ Այդ վայրն աչքի է ընկնում նրանով, որ այնտեղ միավորվում են բնության 4 տարրերը։ Հովհաննես Պետրոսյանը Ախուրյան գյուղից խնդրում է ձեզ պատասխանել, իսկ ինչ են ասում այնտեղից դուրս եկած մարդկանց ժամանակ։ Ջուր, կրակ, Ով են սուտասանները ովքեր են։ Կիպրոս, Կրետը կարա լինի։ Անապասխան խառը կամ Դելտա Նիլը։ Կարող է United States միավորվում են։ Ասում եմ միավորվում են։ Իրանց աշխատողներին վատ են վերաբերվել, այսինքն վանեցիներ, չգիտեմ, խձիպում։ Ժամանակ։ Մենք կարող ենք վերցնել լրացուցիչ րոպե։ Այո, երկե կարող եք Խնդրում եմ կրկնել հարցը եւ վերցնում ենք։ Այդ վայրն աչքի է ընկնում նրանով, որ այնտեղ միավորվում են բնության 4 տարրերը։ Հովհաննես Պետրոսյանը Ախուրյան գյուղից խնդրում է ձեզ պատասխանել, իսկ ինչ են ասում այնտեղից դուրս եկած մարդկանց։ Մեկ րոպե։ Հայկական ինչ-որ բան։ Ջուր, կրակ, հող, օդ։ Որտեղ է միավորվում։ Գարասկոպում է դա ամեն ինչը կա գարասկոպ։ Բանը գնում է բանի մեջ, կովի մեջ է, անապատի մեջ։ Բաղնիքը տանուշ։ Բաղնիքը վաննան է։ Հող կա։ Ուրիշ, մարդ ինչ-որ տեղից դուրս է գալիս, ինչ-որ բան են ասում։ Մտածեք։ Արի ախորժակ, բարի գալուստ, բարի թռիչք էլ ինչ կա, Բարով եկար, բարի գալուստ։ Զվարթնոցը ասենք, չգիտեմ։ Հա, լավ, ասում եմ, վայրը Կրակը սաունա լավ է։ Բան մեծ ինչ կա, Միշտ ինչ-որ բան ասում ես, էլի իրանց Վայրից դուրս եկած մարդկանց։ Աշխատանքի հետ կապված ինչ-որ բան կա։ Ախուրյան գյուղը կապ չունի։ Դե կարելի է ասած։ Պարոն Արզումանյանով է պատասխանում։ Ես կպատասխանեմ։ Ենթադրենք այդտեղից դուրս եկած մարդկանց ասում են բաղնիքը տանուշ։ Ինչու։ Ու քանի որ այդ տեղը մի վայր է, որտեղ մարդիկ լոգանք են ընդունում կամ նման պրոցեդուրաներ են անցնում ջրային։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Վայրը, որը միավորում է բնության 4 տարրերը։ Բաղնիքն է, իսկ բաղնիկից դուրս եկած մարդկանց որպես կանոն ասում են բաղնիքը անուշ։ 6-2 ես արձանագրում եմ գիտակների հաղթանակը եւ նշում հաղթողների անունները։ Նորայր Գևորգյան, Ստեփան Սմբատյան, Էդվարդ Էլարյան, Մերի Հարությունյան, Տիգրան Մուղնեցյան եւ թիմի ավագ Հարություն Արզումանյան։ Էլարյանը դուրս եկավ արտոմի շոխերից, չնայած հենց հետո հարցը։ Շռնդալից վերադարձ պարոն Արզումանյան։ Շնորհակալություն։ Դեմը նստում վախացնում էի։ Տիկին Մարինա Մխիթարյան։ Այո։ Տիկին Մխիթարյան։ Ով էր ձեր կարծիքով այսօրվա խաղի լավագույն խաղացողը։ Շատ դժվար է ասել, որովհետև թիմային խաղ էր շատ լավ, բայց պարոն Էլարյանին երևի կառանձնացնենք։ Այսօրվա խաղի լավագույն գիտակ է ճանաչում Էդվարդ Էլարյանը եւ ստանում է Հենրի Քիսինջերի աշխարհակարգ աշխատությունը Ալեն Ղևոնդյանի մակագրությամբ։ Թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը, իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը առաջիկա համերգի հրավիրատոմս 2 անձի համար։ Պարոն Գուրգեն Ղուկասյան, եկավ ժամանակն ընտրելու լավագույն հեռուստադիտողին։ Ցավոք սրտի մեր ընտրությունը այս անգամ այդքան էլ մեծ չէ,
Արտակ Թադևոսյան Չակ Նորիսի եւ Կիկլոպի մասին հարցով եւ Հեղինե Բեջանյան ռելեի մասին հարցով։ Երկրորդը ռելեի մասին։ Հեղինե Բեջանյանը ռելեի մասին հարցով ճանաչվում է այսօրվա խաղի լավագույն հարցի հեղինակ եւ ստանում է լրացուցիչ 50,000 դրամ գումար Յունիբանկից։ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ են պատասխանել, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվեր քարտով։ Տիկին Մարիամ Ղարձյան, հիշեցնեմ հարցերը։ Այո։ Անժելա Տեր Մովսիսյան, մարդու հասցեին հնչող քննադատության մասին, Հովանես Սմոյան, ռետինով մատիտի մասին, Միլենա Գրիգորյան, երկվորյակ մոդելների մասին, Քրիստինե Բեգլարյան, արևմտյան ճակատում նորություն չկա, վեպի մասին, Ժանետա Ղազարյան, Պրինսի եւ ֆոնոգրամայի մասին, Ալբերտ Մինասյան, նատյուրմորտի մասին եւ Հովանես Պետրոսյան, Բաղնիքը տանուշ մաղթանքի մասին։ Պարոն հաղորդավար, կարծում եմ Ժանետայի հարցը։ Ժանետա Ղազարյան, Պրինսի եւ ֆոնոգրամայի մասին հարցով ստանում է 50,000 դրամի նվերքարտ Աթենք ընկերությունից։ Խաղն ավարտված է, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից Armenia TV-ի եթերում։